Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, հայրենիք լրատվական կենտրոնեն գահաղորդենք լուրերը։ Միացյալ Նահանգներու կոնգրեսին ներկայացվեցավ Ռուսիո դեմ պատժամիջոցներու վերադեսության ենթարկված դարբերակը, որ կնախադեսե մինչև 100 մաքսադուրկ սահմանելու կարելիություն Ռուսիո կարուղի մեծակույն քնորդ 5 երկիրներու, որոնց շարքին Ադրբեջանի դեմ։ Հանրապետական եւ դեմոկրատ ձերագուտականները հրաբարագեցին օրինակիցը, որ նպատակ ունի պատժամիջոցներ գիրարգելու ռուս պաշտոնատարներու, զինվորական հրամանատարության, տրամադուներու եւ Ռուսիո ուժանուտի համագարկին դեմ։ Օրինակիցը նաեւ գարաչարգե ջնշումներ բանեցնել Մոսկվայի իշխանություններուն հետ համագործակցողներու Չինաստանի, Հնդկաստանի, Սլովակիո, Հունգարիո եւ Ադրբեջանի վրա, նվազեցնելու համար ռուսական կարուղեն անոնց գախյալ ըլլալը։ Մաքսադուրքեր նախադեсված են նաեւ ռուսական բնական գազի 5 մեծակույն քնորդ երկիրներու՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Բելգիկայի, Ճապոնի եւ Հունգարիո համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Մարդունի մեջ հայտարարեց, որ գկարձե թե անհրաժեշտություն չլար, սակայն բոլորը պետք է իմանան, որ եթե գարիկը զգացվի, երկաթյա բռունցքը իգործ կտրվի։ Անհայտնաբես գագնարգեր Արցախյան երկրորդ պատերազմին եւ անգեյետք արձանագրված զարգացումներուն։ Իսկ Շուշիի մեջ կայացած համաժողովին ընթացքին Ալիև անդրադարձավ Մինսկի խումբին եւ Փաշինյանի բնդումներուն հագարակ հայտարարություն կատարեց։ Մինչ Փաշինյան հետևողականորեն կբնտեր, որ Մինսկի խումբի համանախագահությունը ոչ մեկ առաջարկով երաշխավորած է Արցախի գոյությունը, Ալիև նշեց, որ Մինսկի խումբը գուզեր Ղարաբաղը ներառյալ Լաչինն ու Կելպաճարը Հայաստանի անցնել։ Անսավ, որ երբ պատերազմը սկսավ, առաջադար պետություններու ղեկավարներ իրեն գերացային եւ սպառնալով կբահանջեին, որ պատերազմը թատրեցնե եւ իրավիճակը մնա ինչպես որ է։ Ինչ կվերապերի Միացյալ Նահանգներու կողմէ Ադրբեջանի կատարվելիք օժանդակությունները սահմանափակող 907-րդ հոդվածին, Ալիև համարեց, որ անիկա պետք է չնչվի, որովհետև Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր նախաըստորագրված է եւ Ադրբեջան ոչ միայն միակողմանիորեն չնչած է դարանցման սահմանափակումները, այլև Հայաստանի վարելանյութ կմատակարարե, ավելցնելով, որ Հայաստան իր հույսը դրած է Ադրբեջանի նման հուսալի աղբյուրի վրա։ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունները գծով օգնական Հեքմետ Հաջիև հայտարարեց, թե Ադրբեջանի համար կարևոր է, որ այն թրույթները, որոնք Բաքուի կողմէ հողային պահանջ կհամարվին, պաշտոնապես վերացվին Հայաստանի նոր սահմանադրության ընդունմամբ կամ իրավական այլ մեխանիզմի միջոցով։ Հաջիև նաև հայտնեց, որ սահմանադրական փոփոխություններու ցևը Հայաստանի ներքին հարցն է։ Մենք այժմ գաբրինք իսկական խաղաղության պայմաններու մեջ։ Ադրբեջանի եւ Հայաստանի համար խաղաղությունը այլևս թուղթի վրա գրված խոսք կամ հռչակագիր չէ, այլ իրականությունն ավելցուցան։ Թուրքիո արտաքին գործոց նախարարությունը հայտարարեց, որ Անկարա-Երևանի հետ հարաբերություններու ղեկավարման հոլովույթը պիտի շարունակե Բաքուի հետ սերտ խորհրդակցություններու եւ համագարկման ճամփով։ Անկարայի իշխանություններուն այս հաստատումը արձանագրված է արտաքին գործոց նախարարության ընթացիկ տարվան գործողություններու ծրագրին մեջ։ Նշվեցավ, որ Թուրքիա միաժամանակ պիտի շարունակե աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հոլովույթին, ավելցնելով, որ հայ եւ թուրք եւ հայ եւ ադրբեջանական հոլովույթները պետք է ընթանան փոխադարձ կապակցությամբ եւ համագարկված կերպով, շրջանին մեջ երկարաժամկետ գայունություն, փառքավաճում եւ ապահովություն երաշխավորելու նպատակով։
Արտաքին գործոս նախարարությունը նաև ընդգծեց, որ Բաքուի դրամատրվող աջակցությունը հետևողականորեն պիտի ամրապնդվի։ Փաշինյանի կառավարության կողմէ որոշվեցավ խորհրդարանական ընտրություններեն ետք առաջին բարգեւավճարը, որուն ընդհանուր գումարը 5 միլիարդ դրամ է։ Այս բարգեւավճարը պիտի փաշխվի Պետական կառավարման համագարկի շարք մարմիններու աշխատակիցներուն, սակայն չհստակացավ, թե դրամական բարգեւները կառավարման համագարկի որ մարմիններուն աշխատակիցներուն պիտի փաշխվին։ Ըստ կառավարության, այս որոշումին նպատակն է բարձրացնել պետական կառավարման համագարկի արդյունավետությունը։ Միացյալ Նահանգներու արտաքին գործոս նախարարությունը հաստատեց այն տեղեկությունը, թե թրիփի ուղին իրականացնելու նպատակով ստեղծված հիմնադրամը, որուն տրամագլուխը 200 միլիոն դոլար է, պիտի ղեկավարե 1975-ին խորհրդային Ռուսիա ծնած Կոնստանտին Սոկոլով, որ հրյա է ներկայիս Հայաստանի բջիջային հերացայինի Viva Armenia ընկերության նոր համասեփականատերն է Չին Ժեժանգի հետ։ Սոկոլով նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավը ֆինանսավորած է 12 միլիոն դոլար ներդրելով։ Ան 2 տարի առաջ հանդիպում ունեցած է Նիկոլ Փաշինյանի հետ։ Մյուս կողմէ Փաշինյանի կառավարությունը ընթացք տվավ թրիփի նախագծին շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրին վավերացման հոլովույթին։ Դեղին է նշել, որ այս նախագծին 74/100-ը Միացյալ Նահանգներու եւ 26/100-ը Հայաստանի կպատկանի։ Եվրոպական խորհրդարանի մեջ կայացավ հայ քաղաքական բանդարգյալները Ադրբեջանի մեջ եւ Եվրոպական միության ներգրավման հրամայական խորագրով քննարկում հյուրընկալությամբ պատգամավորներ Կոստաս Մավրիդեսի եւ Միրիամ Լեքսմանի աջակցությամբ հոյիթը հայտարարի Եվրոպայի գրասենյակին։ Քննարկման իրենց մասնակցությունը բերին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, իրավագետներ, մարդու իրավունքներու պաշտպաններ եւ Ադրբեջանի մեջ քերեվարված հայորդիներու ընտանիքներու անդամներ։ Քննարկվեցան հարցին մարդասիրական, իրավական եւ քաղաքական երեսները, շեշտելով, որ հայ կերիներուն անօրինական գալանավորման շարունակությունը կխաթարե միջազգային օրենքն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գայուն խաղաղության հերանեկարները։ Քննարկումները ավարտեցան միասնական գոչովմա, ուղղված Եվրոպական միության կառույցներուն, Ադրբեջանի հետ իրենց աշխատանքին թափ տալու եւ հայ բոլոր կերիներուն ազատ արձակումը անհաբաղ առաջնահերթություն դարձնելու համար։ Լույս տեսավ Հայրենիքի եւ Armenian Weekly-ի ընթացիկ տարվան բացառիկ երկրորդ թիվը հայերեն եւ անգլերեն բաժիններով, որ նվիրված է հայկական սպիրկին թիմակրված մարդահրավերներուն, խնդիրներուն եւ հարցերուն։ Հոդվածագիրները դարբեր թիդանգունները վերլուծման ենթարկած են համասպիրկյան իրականությունը, սպիրկի քաղաքոջախներուն մարդահրավերները, լուծումներու առաջարկներով եւ դեսագետներու լայն բրիսմագիմը ընդմեջ են։ Հայրենիքի եւ Armenian Weekly-ի բացառիկ թիվը գարձած է հայոց ցեղասպանութենեն եւ բռնակախտումեն յետք հայրենի դան եւ հողի բահանջադիրության թեման, քրականության, երաժշտության, գրթական, դերեկատվական, ուխտակնացության, հայրենադարձության եւ այլ նյութերու արձարծմամբ, որոնք ընդհանրապես կվերապերին սպիրկահայության եւ ամերիկահայության։ Հարգելի ակնթիներ, այսօրվան համար այսքան, գալ շաբաթ նոր հաղորդումով կհանդիպինք։ Ցտեսություն։